2 տղես ամուսնացած է, 3 հատ թոռ ունեմ, աղջիկս, որ գան բոլորով միասին, այս մի տան մեջին, որ գնում են, մենք դառնում ենք սարվոր, թող գան, սիրուն։ Բա ինչի չեն գալիս։ Ստեղ ենք, բայց դուք ստեղ եք, բայց հեկուց գնալտեք։ Հեկուց չէ, դե լավ, մի 2 օրից հետո հարս խանում։ Չեն դիմանում, էլի։ Չեն դիմանում, որովհետև մեզ նման իրանք չեն կարա։ Մի 3 օր ես տանը չեմ հիվանդանոցում ենք ելել, իմ հարսն արդեն նեղվում է, դժվարանում է երեխի հետ 2 տղամարդ տանը։ Ինչ արած։ Եթե պետք նա, իսկ մենք ընդով ամեն ինչ էլ արել ենք, խոտել ենք ընձել, փետել ենք ջարդել, իմ ամուսինը որ փետը բերում էր, չեր հասցնում, ստիպված, իսկ ընդով է դրուժբեն չկար, բիրդաբիր էր, սենց քաշեի մենա, կոզլիկի վրա ու փետ անեի, որ երեխեքս չմրցեն, ինքը գործի էր, հնձում էր, փետի էր, ամենքը մի գործով, տանը մենակ ես էի։ Օլյան Բենդիկ հարս է եկել շուրջ 30 տարի առաջ, այն ժամանակ, երբ Լեռնային այս գյուղը դեռ լի էր կյանքով, իսկ քաղաքի ու գյուղի սահմանը ավելի տեսանելի։ Այսօր նա ու իր ամուսինը Բենդիկի վերջին պահապաններից են։ Այստեղ կյանքը կանգ է առել ավանդական կենցաղով ապրելու, անհնարինության ու երիտասարդների բացակայության արանքում։ Նոր սերունդը չի դիմանում այն պայմաններին, որոնցում Օլյան ժամանակին հարսնություն է արել։ Փոքր երեխաներ մեծացրել ձեռքով խոտ հնձելով ու փայտ ջարդելով, որովհետև Բենդիկում ապրելը ոչ թե պարզապես ընտրություն է, այլ ամենօրյա ծանր ֆիզիկական փորձություն։ 30 տարի է անցել, Օլյայի ամենօրյա օրակարգում ոչինչ չի փոխվել, նա նույն ամենօրյա կատաղի վազքի մեջ է։ Մեկ հորտն է գժվում փախչում, մեկ գոմի գործերը հետ ընկնում, մեկ ջիլ ու պանիր անելու հերթն է վրա հասնում, մեկ բոստան, մեկ փայտ, մեկ ջուր, մի խոսքով հա գործ ու գործ, հա անելիք ու անելիք, դե որովհետև ուրիշ ձև չկա։ Բոքոն հացեր եք թող։ Հա, սենց որ բամ առաջ շուտ չփչանա, փոքր եմ անում, բարակ, թե չենդով մեծ, կլոր, հարսները սիրում են, որ մեծ, հաստլիկ հացեր լինի։ Մենք որ գյուղը հյուր ա գալի, մենք ասում ենք, որ գալտեք, մեզ զգուշացրեք մի ժամ շուտ, որ մենք մեր գործը տեսնենք, Շամլուղից կբերենք, թե Աղթալայից կբերենք, ելած, կամ էլ դուք կբերեք ձեզ հետ։ Գալիս եք բերեք, այո, ոչ խանութ ունենք, ոչ էլ հարևան ունեմ, գնամ ասեմ մի կտոր հաց տու, հյուրից ճանապարհեմ, հետո կթխեմ։ Թող իրանք բերեն ուտենան, մենք էլ ուտենք, իրանք էլ կգնան իրանց տուն։ Խիստ պայմաններում եք ապրում։ Այո, ինչ անենք մանանա ջան, տենցա։ Մի մարած լույս ավել վառվելու հույսով է ապրում Բենդիկը, որն այնքան փոքրացավ, որ մի օր էլ առանց տեղյակ պահելու վերցրել ու դարձրել են թաղամաս։ Եթե փնտրես համայնքապետարանի արխիվներում, ապա կտեսնես, որ թղթերով մարած Բենդիկը մեկ այլ մարող քաղաքի Շամլուղի թաղամաս է, բայց Շամլուղի հրապարակից այստեղ հասնելու համար պետք է հաղթահարես շուրջ 5 կիլոմետր ձգվող դժվարանցանելի անտառամիջյան ճանապարհ, եւ սա դեռ տարվա տաք եղանակին։ Ձմռանը, երբ բուքն ու բորանը օրերով փակում են միակ կապը արտաքին աշխարհի հետ, Բենդիկում կյանքը բառացիորեն կանգ է առնում, ավելի ճիշտ ներփակվում է ինքն իր մեջ։ Տեղացիները արդեն սովորել են այդ կտրուկ անցումներին ու կենցաղը պլանավորում են ձմեռային շրջափակումների նախատեսումով, մեծ պարկերով գնումներ, ալյուր, շաքար, կերոսին, լվացող նյութեր եւ այլն։ Բայց Բենդիկը միշտ չէ, որ այսպիսին է եղել։ Տեղացիները հիշում են ժամանակին այստեղ ասեղ գցելու տեղ չկար։ Նախկին ինտերնացիոնալ բնակավայրում կողք կողքի հաշտ ու համերաշխ ապրում էին հայեր, հույներ, ռուսներ ու ադրբեջանցիներ։ Այսօր այդ բազմամշակույթ անցյալի մասին լուռ վկայում են միայն լքված ու դատարկված տները։ Երբեմնի աշխույժ քաղաքամերձ ավանը հիմա ավելի շատ անտերության մատնված հանդամասի է նմանվում։ Այստեղ ոնց որ սարումն ես, ուղղակի եվրոպական սարասա, ասենք ջուր ունենք, հոսանք ունենք, էտա, թե չէ, էլի նույնպես սարի պես գնում ես ալավերդի առևտուր անելու, բարձված գալիս ես սումկեքով, որ ինչա թեկուզ մի 15 օր կարենաս յոլա գնաս, էլի նորից գնալ տես առևտուրը։ Իսկ ասենք պահի տակի, որ մի բան պետք կտելավ, չես կարա գտնես, ում դուրը գնաս, այդ նույն հարևանը տել քու նման է, էլի, ինքն էլ ա գնում գալի, բոլորից դի ապրելիս են ելել, ես մեր 4-ի կուրը, բայց կամանց, 10 տարի ապրեցին տենց շատով
ու սկսեցին գնացին Հունաստան նույնները, երեխեքն էլ որը մեծացան գնացին քաղաքներ, բայց շատերը ստեղից գյուղից գնացել են Հունաստան։ Թող գան լքցվեն էլի ժողովուրդը, թող գան ապրեն, մենք էլ տներ ունենք նայող, կարանք մենք էլ տուն տրամադրենք, ոչ վարձ ենք ուզում, ոչ մի բան, թող գան ապրեն, մարդիկ են էլի։ Հա, այնքան է մի լույս ավելանա։ Այս մեր հունաստանցիք որ գալիս են, ես եթե լույսն անջատում եմ, իրանք արդեն հենց գիտեն մենակ իրանք են։ Ես ամբողջ գիշեր իրանց խաթր լույս եմ վառում, որտեն է որ մենակ իրանք չեն, ես էլ եմ դեռստի։ Բայց նոր լույսեր վառվելու փոխարեն Բենդիկում տարեստարի եղածների մի մասն էլ մարեց, իսկ չկաների շարքը անverջ կարելի է թվարկել, չկա խանութ, չկա դպրոց, չկա մանկապարտեզ, չկա տանելի ճանապարհ։ Ընդամենը 15 գործող տնտեսություն է մնացել, այն էլ հիմնականում 1 կամ 2 տարեց բնակչով։ Սա էլ իր հերթին բերում է իշխանությունների որոշակի անտեսվածությանը, թեպետ Ալավերդու համայնքապետարանում պնդում են, որ սա ոչ թե անտեսվածություն է, այլ առաջնահերթությունների ծրագրավորում եւ որ հերթը Բենդիկին էլ է հասնելու, ոչ պետական եւ ոչ էլ տեղական կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ որպես կանոն Բենդիկը դուրս է մնում քաղաքական ուժերի քարոզարշավի ծրագրերից։ Այստեղ չեն գալիս ոչ ընդդիմադիր եւ ոչ էլ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները, բայց այս տարվա ընտրություններին եկան ու խոստումներ տվեցին։ Հիմա ընտրություններից անց Բենդիկում կասկածներ ունեն, խոստումները կկատարվեն թե ոչ կամ դրանց որ մասը կկատարվի։ Ալավերդու համայնքապետարանը պարզվում է ծրագիր ունի Բենդիկի համար։ Իմ կարծիքով Բենդիկը դա մեր փոքր դրախտային վայրերից է ու ես վստահ եմ, որ Բենդիկը արագ զարգանալու է ճանապարհը կառուցելուց հետո։ Իսկ ինչպես գիտեք, ճանապարհի նախագծման աշխատանքները արդեն սկսվել են։ Ընդհանրապես ցանկացած բնակավայրում ավելի շատ խնդիրներ սկսվում են, որ ճանապարհ չկա, որտեղ հասանելիության, մատչելիության, այլ ծրագրեր իրականացնելու համար ինքնին բարդություններ են առաջանում, բայց նույն տեմպով նախագծանախաշվային փաստաթղթերը հենց պատրաստ լինի, դա կառավարության ուղիղ ֆինանսավորման է լինելու, մոտավորապես կարող եմ այս բանը ասել, 27 թվականի ընթացքում աշխատանքները սկսվել են։ Աղթալայի կամուրջներից, զույգ կամուրջներից, մինչև Շամլուղով բնականաբար դեպի Բենդիկ։ Երկար ճանապարհ է, ինքը բարդ ճանապարհ է, հաշվի առնելով նաև որ Աղթալայի ԼՀԿ-ն է այդտեղ աշխատանքներ կատարում եւ այդ ճանապարհը նաև վնասվում է 90% ընդհանրապես Աղթալայի այդ ծանր տեխնիկայի օգտագործելուց։ Հիմա նախագծողների հետ նաև խոսել ենք, որ լուծումներ գտնեն, որ ընդհանրենք հիմա ճանապարհը կառուցելին մի տարի հետո նույն իրավիճակը չունենանք։ Մի խոսքով կոմպլեքս լուծումներ պիտի գտնվեն լեռնային բարդ տարածքով անցնող ճանապարհի կառուցման համար, որի մի մասը դեռևս խորհրդային տարիներին բետոնապատ էր։ Իսկ բենդիկցիներին համայնքապետը կոչ է անում։ Տասնամյակներ համբերել են, մի փոքր էլ համբերեն եւ կտեսնեն, թե ինչպես կվերափոխվի ուրվական դարձող գյուղը։ Բենդիկցիներին այլ ելք չի մնում, քան հավատալ ու սպասել, մանավանդ որ խոստանում են ամառային հանգստի կենտրոն դարձնել նաև Շամլուղ քաղաքը, որի մի թաղամասն էլ դարձել է Բենդիկ գյուղը։ Հիմա տեսեք, որ ասում են, էլի գալիս եմ հին հարցին, հա, պես հարց ձևակերպեցիք, լքվել է եւ այլն։ Ասեք, Շամլուղում ապրել է 5000 մարդ։ Հիմա ապրում է, ու ես հիմա չեմ ասում, որ անցած տարի են 550 բնակիչ։ Պատկերացնում եք, այսինքն տարիների ընթացքում այդ մարդիկ 90-ականներին են ավելի շատ լքել, բայց հիմա որ օրինակ ինձ են ասում, ես պատասխանատվություն ոչ թե խուսափում եմ, այլ մի քիչ լոգիկա չի, էլի, որ 90-ականներին 5000 են ապրել, ոսկի 10, ընդհանրենք 16 թվից եմ ես քաղաքականության մեջ, ու այդ ժամանակից գիտեմ, որ գոնե այդ ժամանակից 550, պլյուս-մինուս կարող է մի քանի հոգի տեղափոխվում, հետո էլ հետագալի բան, այդ մենք համարում ենք, որ հիմա են այդ մարդիկ տենց ապրում։ Ու վստահ եմ ճանապարհը լինելուց հետո, ես ուղիղ ասում եմ, ես շատ վստահ եմ, որ Շամլուղն էլ էլի որպես տուրիստական գոտի մեծ պոտենցիալ ունի զարգանալու։ Մինչ Ալավերդու համայնքապետարանում լավատեսական սպասելիքներ ունեն ապագայից եւ իրենց կողմից իրականացվելիք ծրագրերի արդյունքներից, Բենդիկում արդեն բանը բանից անցնում է։ Գյուղի փակվելուն ամենամեծ նպաստը բերեց լավ թե վատ եղած դպրոցի փակումը։ Դպրոցը փակվեց, երիտասարդ ծնողները ստիպված եղան հերթով փակել իրենց տների դռներն ու հեռանալ քաղաք։ Իրենց երեխաների համար լավ ապագա կառուցելու հույսով, առանց լավ կրթության չպատկերացրեցին։
բայց բենդիկցիներից շատերը ավելի համառ եղան։ Դպրոցի փակվելուց հետո գյուղում մնացող երեխաները տարիներ շարունակ ամառ թե ձմեռ շուրջ 5 կիլոմետր ճանապարհ են հաղթահարել Շամլուղի դպրոց հասնելու համար, կամ ոտքով, կամ էլ համագյուղացիների պատահական համընթաց մեքենաներով։ Բողոքեցին, դժգոհեցին, խնդիրը կարծես թե մի կերպ լուծվեց։ Վերջապես կանոնավոր աշխատող տրանսպորտ կա։ Շտապ օգնություն դարձած Սերժիկի հայտնի ուազիկը 1-2 անգամ գնում է Շամլուղ կամ Ալավերդի, ապա վերադառնում։ Բայց ինչպես արդեն ասացինք, բանը բանից անցել եւ գյուղում ընդամենը 3 դպրոցական է մնացել ու ոչ մի ուսանող, որոնց համար այս ճանապարհը կյանքի ու ապագայի կամուրջ կդառնար։ Ժամանակին Օլիայի դպրոցական աղջիկն էլ նույն խնդրի պատճառով քաղաք գնաց։ 3 տարի շարունակ գնացել եմ ոտքով։ Հետո մենք էլ իրան հանեցինք ու ուղարկեցինք Վանաձոր։ Վերջի տարին 9-րդ դասարանը այնտեղ գնաց դասի։ Առավոտը ժամը 7:30 վեր էր գնում էր ոտքով հասնում Շամլուղ երեխեքի հետ։ Կամ ասենք 8:15, եթե Արտուրը իր երեխեքին տանում էր, իրանց հետ էր գնում։ Ոտքով էլ այնտեղից արդեն ով շուտ էր պրծնում, կամ ինքն էր մենակ ճամփա գալի, կամ էլ սպասում էր երեխեքի հետ, բայց շատ ժամանակ ինքը մենակ էր գալի։ Մեկ զանգում էի, ասում էի դուս գամ, ղաշի գլուխը գոնե ապահով գիտենամ դու գալիս ես, ես էլ թե բա չէ, ես այնա կամանց գալիս եմ, հետևիցս ոչ մեկը չի գալի, ես շուշուտ գալիս եմ, այնտա գալիս էր տուն։ Գելելա դուս գալի, չաղկալելա դուս գալի, երեխայա վախեց, ինչ կարաս անես։ Դրա համար հանեցիք։ Հա, այնա հանեցինք, ինքը գնաց Վանաձոր։ Դե երեխա էլ չկա, 3 երեխա է մնացել դպրոց գնացող։ Ուսումնարան էլ չունեն գնացող գյուղից։ Ապագայի հեռանկարից ու երիտասարդական ավյունից դատարկված Բենդիկում կյանքը շարունակվում է միայն ավագ սերնդի շնորհիվ։ Այստեղ մնացած մի քանի տնտեսությունների հիմնական բնակիչները թոշակառուներն են, ում առօրյան սահմանափակվում է սեփական բակի ու հողակտորի տարածքով։ Անասնապահությունն ու այգեգործությունը այս կողմերում ոչ թե պարզապես զբաղմունք են, այլ գոյատևման միակ միջոցը։ Կարտոշկա ենք ցանել, կանանչեղեն, սիմինտ, ամեն լոբի, ահակի լոբի եմ ցանել։ Ինչ էլի Աստծո ձեռին ենք, Աստված իշ կտա այն էլ կունենանք։ Եթե կարգու չունենանք, ամեն ինչ լավը կլի, միրգն էլ լավը ստարի։ Տիկին Լյուբան այս տարվա բերքից մեծ սպասելիքներ ունի։ Դե ամռան այս շրջանը կանանց համար տարվա ամենաեռուն ու ծանրաբեռնված պահն է։ Պետք է հասցնեն եւ ձմեռվա բազմատեսակ փակոսներ անել եւ ավանդական օղու լավ հումք ստանալ։ Բայց Բենդիկում անգամ այս կենցաղային գործերը սովորականի նման չեն արվում։ Այստեղ կապույտ վառելիք երբևէ չի եղել ու բնակիչները արդեն հույս էլ չունեն, որ երբևէ կունենան։ Թեև բնակավայրը անտառի փեշին է, բայց փայտի ձեռքբերումն էլ հեշտերից չի։ Իսկ երբ վառելիքի պակասին գումարվում են նաեւ հին ենթակառուցվածքների պատճառով հոսանքի անվերջանալի անջատումները, կյանքը այստեղ վերածվում է իսկական դժոխքի։ Այս փակոսների ոնց է կանում գազի գործը։ Պեչկով, վառարան։ Պետք է հարցնա, դա դժվարությունով ստեղծվում է։ Պետք է դոկումենտ հանես, որ նոր գնաս փետը բերես։ 8 մետր փետա, ամեն ընտանիքին 8 մետր է։ Ձևակերպում։ Իսկ ձմռանը դա հերիքում է, խիստ Չէ, ձմռանը։ չէ։ Մի 15-20 մետր պետք ունենաս, որ ամբողջ այդ քիչես պատկերացնի, թե ինչ ձմեռ է գալի։ Այսօր լույսն էին անջատել, երեկել էին անջատել, ընթացքում արդեն անդադ անջատվում է լույսը։ Այդ բանը կամուցել է էլի։ Դստոր բեկի հարցը պետք է լուծեն էլի։ Հաները փոխեն, նորերը դնեն։ Մի խնդիր էլ Բենդիկի անտառների փեշին անասնապահությամբ զբաղվել է ամենօրյա ռիսկի ու տոկունության հերթական փորձությունն է։ Լինում է, որ կորուստներ են ունենում։ Մեկ գայլն է հարձակվում, մեկ կովն է սայթակում, անկում, մի խոսքով անդադար պայքար ու պայքար, մեկ բնության դեմ, մեկ էլ ինքդ քո հետ։ Պարոն Ռուսլանին հանդիպում ենք այգուց թարմ խոտ հնձելու պահին։ 10-ից ավելի խոշոր ու նույնքան էլ մանր եղջերավոր անասուն ունի։ Ամբողջ օրը վազքի մեջ է, որ ապրանքը չսովի։ Ասում է՝ ի վիճակի է ավելի մեծ չափով անասուն պահել, գոմն էլ մեծացնել, բայց վստահ չէ, որ չարչարանքը կարդարացվի։ Բենդիկում արտադրած առաջին հերթին իրացնել է պետք, բայց ինչպես, առևտրականներ այս կողմերում չեն երևում, իսկ գյուղացին չի կարող ողջ գործը թողնել ու մի ամբողջ օրով քաղաքի շուկաներում ջիլ ու պանիր վաճառել։ Ճանապարհի ու տրանսպորտի բացակայությունն էլ պատճառ դարձավ, որ բենդիկցիները կատնամթերքից հրաժարվեն ու հիմնականում միայն միս արտադրեն։ Այ բիժ, այ շինգ։ Այ կե։ Մի վախ, Այ բիժ։
Ասենք, աղջիկան, սաղ էլ գիտեն, որ գյուղաց գործն է սա։ Բա ո՞նց եք իրացնում այս սրանց, չգիտեմ, կաթից ստացված մթերքը, ինչ եք անում, ո՞նց եք։ Ոնց կարում, հորթերն են տալի, երեխանց ենք տալի, հորթերն ենք տալի, տրանսպորտի պատճառով, ճանապարհի տրանսպորտի պատճառով չեն կարում։ Ինչ չեք կարող։ Չեն կարում մթերքը հանենք, ասենք կաթը, պանիրա, քաղաքից հեռու ենք, չի ստացվում։ Ստեղ գազ մենակ անասուն պահես։ Սա կովի պանիր է, պատրաստել եմ ծմրվա համար, սենց ու անում եմ, չենք զտում, երեսը բրեն, պատրաստում ենք պանիրը։ Տիկին Անահիտը կաթի երեսը չի զտում, դրա համար էլ լավ պանիր է ստանում։ Դե սկզբում մորից, հետո էլ սկեսուրից սովորեց լավ պանիր ու ջիլ անելու գաղտնիքները։ Ճանապարհի պատճառով իրացման շուկա չեն կարող հասնել, ուստի ողջ արտադրանքը բաժին է հասցնում միայն ընտանիքի անդամներին, քաղաքում ապրող բարեկամներին ու գյուղի հազվադեպ հյուրերին, բայց չի դժգոհում պարապ նստելուց լավ է, ասում է։ Ես հիմնականում սենց կտորած ծմրվա համար պահում եմ, երեխեքին տալիս եմ, եսիմ բարեկամ ասենք, հյուր ենք ունենում, որ արժանյա տալիս ենք, կարակել եմ անում, պանիրել եմ անում, հողտասարնես ենա ունենք էլի, ճանապարհը եթե լավն լինի, կլինի տուրիստական, եսիմ բնությունը լավն է, ինձ թվում է, յուղի համար էլ լավ կլինի, ժողովուրդն իրանց մթերքը կարան վաճառեն։ Տնական բարիքներով սեփական կյանքը ինքնաբավ դարձրած բենդիկցիները ստիպված են հարմարվել ոչ միայն փակ շուկաներին, այլև քաղաքակրթության տարական չկաներին։ Նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գիշերային լուսավորությունը վաղուց դարձել է առօրյայի սովորական մաս։ Բենդիկում մթությունը բացարձակ է ու անզիջում։ Տարիներ շարունակ այստեղ ոչ մի լապտեր չի վառվել, ու սեփական տնտեսության հետևից դուրս գալիս մարդիկ ստիպված են աչքաչափով ու կուրորեն քայլել անտառի հարևանությամբ ապրող գիշատիչների ու վտանգների կողքով։ Բոլոր գյուղերն էլ նայում ես, անցնում ես կողքով լրիվ լուսավորություն կա, մեր գյուղում չկա, կուզենանք ունենանք, լույս, ճանապարհ, որ իրիկունը մթով չմանգանք, լույս լինի, բե ապրանք ենք դուրս գալի, ասենք իրիկնեց, թող լուսավորություն լինի գյուղում, այսքան ժամանակ չի եղել, գոնյա լինի։ Բայց Բենդիկում մթությունը միայն փողոցներում չէ, ամենամեծ ու ծանր խավարը տեղացիների սրտերում է, որոնք ամեն օր ստիպված են առերեսվել դատարկվող տների ու լռության հետ։ Տարիներ առաջ, երբ գյուղը դեռ լի էր կյանքով, ոչ ոք չէր պատկերացնում, որ Բենդիկից միայն հուշեր կմնան։ Այսօր անցյալի աղմկոտ ու ուրախ օրերից միայն երանելի հիշողություններ են մնացել։ Ես միշտ երանի եմ տալի իմ առաջվա պատինքը, իմ բենդիկը, առաջվա բենդիկս մի ուրիշ է, բայց չի գա։ Ուրա, ամեն օր կնունդ, ծնունդ, քեֆեր, այ ձևի կազմակերպված արել ենք։ Բոլորը գնաց են, որը Ռուսաստան, որը Հունաստան, ամենքը մի տեղի վրա ծրվել են։ Բնակավայրում տարիների ընթացքում կուտակված խնդիրներն ու խոստումները այնքան են մնացել օդից կախված, որ մարդիկ այլևս յուրովի հուսալքվել են եւ դադարել սպասել, թե որևէ դրական բան կփոխվի իրենց կյանքում։ Թեպետ փոփոխության միակ ու լուռ վկան գյուղի կենտրոնում վեր խոյացող 10-ից 13-րդ դարերի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքն է, որը վերջին տարիներին վերակառուցվել է, եկեղեցու ներսը բարեկարգվել։ Բան չի փոխվել։ Ոչ մի բան էլ չի փոխվել, ոնց կանք, նենց էլ կանք։ Իսկ ինչ կուզեք, որ փոխվի, այդ Իմ ուզելով այնա, որ փոխելու լեն կփոխեն, չգիտեմ։ Ամի ինձ թվում է, թե սա ես ծտերը բան անտառը ոնց ծլվելու են, չէ, գյուղում այդ է հետ ծլվելոց է, ոնց որ անտառը մլենք ավելի ճիշտ։ Բնակիչների այս մեկուսացած ու անտառային լուռ իրականությանը զուգահեռ համայնքի ղեկավարը հակադարձում է. ոչ մի լեռնային գյուղ այլևս մոռացված չէ, գուցե ուշացումով, բայց ձեռնամուխ են լինելու բոլոր խնդիրների լուծմանը, բայց հերթով ծրագրով։ Համայնքի պատասխանատուները վստահեցնում են, Բենդիկը ամենևին էլ մոռացված չէ, խոշորացված համայնքի ղեկավարությունը խնդիրների առատությունը չի հերքում, բայց գյուղի ապագան այլ գույներով է տեսնում։ Այսինքն այդ հարցը դուք միանշանակ կարող եք փակել։ Ձեր ռեպորտաժներում նույնիսկ կարող եք գրել բարձր լեռնային դիրք ունեցող գյուղերը լքված չեն, անտեսված չեն։ Ավելի ճիշտ չեն լքվում, անտեսված չեն։
Տարիներով լռության մեջ ապրող մարդկանց համար այս խոստումները եղել ու դեռ մնում են ապագայի միակ հույսը, որից կարճած էլ շարունակում են ապրել ու հերթական անգամ սպասել։ Խոստացել են ճանապարհը կսարքեն միջև եկեղեցին, իսկ այս գյուղի ճանապարհը երևի գյուղի տղաներով օգնությամբ մի բան կանեն։ Հա, մակապարտեստեն սարքի շամլուղ, բան բուշկետ երևի, տենց եմ լսել։ Մենք էլ как всегда կնստենք ու կսպասենք։ Դե հիմի էտա, որ մի հատ էլ խանութ փոճուր բացանեն նստի, շատ լավ է կլինի։ Պարզվում է եկեղեցու բարեկարգումը միակ լավ բանը չէր, որ մեր աչքով տեսանք։ Այդքան չկաների մեջ մի բան արդեն կա։ Տարիներ առաջ այստեղ մի ուրիշ ավելի կենսական խնդիր կար։ Սարերից եկող խմելու ջուրը մինչև տեղ էր հասնում, աղտոտվում էր ու խմելու համար ոչ պիտանի դառնում։ Այն ժամանակ մեր հեռուստաընկերության նկարանող խումբը այնքան եկավ գնաց նկարեց ու անդադար բարձրաձայնեց այդ աղաղակող խնդրի մասին, մինչև ծանր սայլը տեղից շարժվեց։ Գյուղում ջրի ֆիլտրման համակարգ է տեղադրվել ու այսօր բենդիկցիները գոնե մաքուր ջուր են օգտագործում, առանց որդերի ու այլ անպիտան զեռունների։ Իրենց ու մեր հեռուստաընկերության այդ փոքր հաղթանակն է պատճառը, որ Օլյան ու մյուսները մեդիայի ուժին հիմա ավելի շատ են հավատում։ Դուք եկեք շուշուտ նկարեք, մենք էլ խոսանք, համով հոտով, դուք գնացեք, որ իրանք էլ կան, ինչ որ մի բան փոխեն մեր գյուղում։ Թե չի փոխվում ոչ մի բան, դուք տեք փոխի։ Երևի իմ խոսալով էլ տի փոխվի, շատ եմ խոսում ոնց որ։ Մեդիային ուղված այս վերջին հույսի կողքին Բենդիկի կենտրոնում տարիներ շարունակ կանգնած է անտերության մի լուռ ու դաժան հուշարձան։ Հնամենիկ Իսախարխուլ այս կարուսելը, որի երկաթյա ծխնիները փոխարինված են թելով, ավելի քան պատկերավոր ներկայացնում է Բենդիկի տխուր ներկան։ Աղջիկ ջան, տխուր ավիճակը, տխուր, շատ տխուր։ Ով ու երբ որ ընտրության ժամանակ բերել ու տեղադրել են գյուղի կենտրոնում ու մնացել է անտեր։ Այստեղ երեխաների ծիծաղ պիտի հնչեր, բայց դատարկություն է ու քամուց օրորվող երկաթի ճռռոց։ Ինչպես այս կոտրված կարուսելը, այնպես էլ Բենդիկի կյանքն է այսօր կապված մարդկանց վերջին մաշված հույսերի բարակ թելից, դանդաղ վերածվելով անցյալի մի ուրվականի։ Կկարողանա փրկել Ալավերդու համայնքապետարանը վերջնական կործանումից Բենդիկը, ցույց կտա շատ մոտ ապագան։ Հնարավոր չէր նորը դնել, գոնե վերակառուցել։ Հնարավոր է ու անելու են միանշանակ։ Հիմա էլի հետ են գալի կաճաշկուտին։ Նույն հարցը անցած տարի տալիս էին կաճաշկուտ։ Որից է բան չկա, մի հատ այդ այնպես կիսավեր խաղալիք էլ չկա։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, մեզ ժամանակ է պետք։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Բենդիկից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։